Գնացու։ Առաջինը երբ ստացա ֆիլմի առաջարկը ու կարդացի Նոնայի կերպարը, սկզբից ասեմ, որ մի փոքր վախեցա, ինչի համար, որովհետև ի սկզբանե հասկացա, որ ինքը շատ պատասխանատու կերպար է, բավականին շատ բարդ հոգեբանական բաներ կա կերպարի մեջ, որով ես պետք է անցնեմ։ Կարծում եմ այդ ամեն ինչի դժվարությունների միջով կարողացել եմ անցնել, ինչից եմ դա զգացել։ Առաջինը երևի թե զգացել եմ հեռուստադիտողի արձագանքից, երբ դու զգում ես, որ հեռուստադիտողը քեզ հետ ապրում է, այսինքն քո դժվարությունների միջով քո հետ անցնում է, քեզ հետ ուրախանում է, դու զգում ես, որ քո կերպարը իսկապես ստացված է։ Ես ֆիլմում մարմնավորում էի Ալայի կերպարը, ոստիկանի քննիչի կիներ, ով ուներ քաղքենի բնավորություն, ցուցամոլ, պահվածք։ Երևի սա իմ ամենասիրելի կերպարներից մեկն է դարձել։ Մարիայի հեռուստասերիալում իմ մարմնավորած Դավիթի կերպարը իմ համար առաջին մեծ գլխավոր կերպարն էր, որը ինձ տրվեց մի քիչ դժվար։ Ինչի համար, որովհետև սկզբնական շրջանում նոր միջավայր, նոր մարդիկ, ամեն դեպքում մեծ կերպար, մեծ փորձ, մեծ նախագիծ, որը իմ համար մի քիչ դժվար էր, թե տեքստի առումով, թե խաղարկային առումով դժվարություններ առաջացան։ Ուղիղ 1 տարի առաջ, կարող եմ ասել այո, ուղիղ 1 տարի առաջ ուրեմն ստեղծվում էր այս նոր պրոյեկտը, որին մասնակցելու համար հրավերք ստացա եւ ուրախությամբ ընդունեցի, որովհետեւ պետք է ասեմ, որ այս թիմը եւ ընդհանրապես այս պրոյեկտներում իմ ներկայությունը միշտ ցանկալի է եղել եւ ես ուրախությամբ մասնակցել եմ։ Եվ ահա այստեղ ինձ վստահվեց Տիկին Ալիսի կերպարը։ Մոր կերպար, որը բնավորություն ունեցող կին էր իր, այսպես ասած, օրենքներով եւ իր խստությամբ։ Պետք է ասեմ, որ կերպարը սկզբնական շրջանում բավականին բացասական գծեր ուներ եւ հետագայում դա իհարկե կարողացա փոխել, որովհետեւ վիճակները փոխվեց, որովհետեւ կերպարից բնույթը փոխվեց, երեխային բերեցին, որին սկսեցի սիրել եւ ավելի մայրական, ավելի շատ տատիկի վերաբերմունք ցույց տվեցի եւ այդպես շարունակվեց համարյա 1 տարի։ Քաստինգի մասին իմացել եմ Գրիգի կերպարից, նույն ինքը Վագն Տուլբենջյանից։ Եկանք մասնակցեցինք քաստինգին, շատ էի ուրախացել, որ միասին մասնակցելու ենք մի նախագծում։ Սա եղավ առաջին ամենաերկար նախագիծը, որտեղ մասնակցություն ունեցա։ Աբուլի կերպարը նման էր բնավորությամբ ինձ, որը ավելի հեշտ էր դարձնում իմ գործը, իսկ ինչն էլ չէր ստացվում մեր շատ սիրելի ռեժիսորի հետ քննարկումներով, հարցադրումներով գալիս ենք մի կետի, որ արդեն տեսնում էր հեռուստադիտողը։ Թերևս իմ կարծիքով սիրվեց Աբուլի կերպարը հեռուստադիտողի կողմից, որը շատ հաճելի էր, մեկնաբանությունները, փողոցում լավ խոսքերը, դա շատ էր դուր գալիս։ Ամենակարևորը ընկերական միջավայր էր դարձել, իսկ ինչ էլ չէր ստացվում, աջակցություններով, ուղղորդությամբ փորձում ենք ավելի լավ մատուցել հեռուստադիտողին։ Մինչև Մարիայի պրոյեկտը ես իմ անցած ճանապարհը անցել եմ այսպես։ Ռեժիսորը հավանել է, զանգել են, համարս գտել են, զանգել են ու կանչել են ինձ վիդեոպրոբայի, բայց Մարիայի պրոյեկտը եղել այն պրոյեկտը, որին որ ես գնացել եմ ինքնակամ։ Այսինքն իմացել եմ կաստինգ ա եղել ու առաջին անգամ ես գնացել եմ կաստինգի հենց Մարիայի պրոյեկտին։ Առաջարկ որպես այդպեսին չեմ ստացել։ Մասնակցել եմ ամենասովորական քաստինգին, հերթ կանգնելով, նորմալ բոլոր մարդկանց նման։ Ոչ մի արտոնություններ չեմ ունեցել։ Որ մտել եմ ներս, Անահիտ Մխիթարյանը, մեր բոլորի կողմից շատ սիրված սցենարիստ, ասեց Օֆելյանը։ Կերպարի մասով այդքանը երևի, ոչ շատ անսովոր է, որ Հրանուշը ստեղ չի։ Ռեկ բառից հետո սովորում իրան տեսնեմ, էլի, այստեղ։ Ու հիմա ինչ գնացել է ինքը, փողոցում արդեն մենակ ինձ են հարցնում, վերջը մենք ամուսնանալու ենք, թե չէ, ամուսնանալու ենք, ամուսնացել ենք։ Չէ, իրականում այդ ֆիլմի մասով շատ հեշտ ու հաճելի է եղել աշխատել իր հետ,
շատ կոմֆորտ է եղել։ Այն ինչ որ հիմա ձեզ կպատմեմ, տեղի ունեցավ իմ նկարման վերջի օրը, այնպես է ստացվել, որ ես միշտ ինչ որ դիետաների վրա եմ եւ երբ որ ամբողջ նկարման խումբը գնում էր ընտրելու, հաց ուտելու, ես միշտ այսպես մենակ իմ ուտելիքն էի պատրաստում, այսպես փոքրիկ տանից բերած եւ ուտում էի, ինձ դրել էի բալերինայի տեղը եւ վարտի թերթերով էի սնվում, չգիտեմ։ Ու վերջի օրներ մտածեցի ջահանդամ, գնամ ես էլ բոլորի հետ հաց ուտեմ, բոլորին հաջող անեմ, ու ես ոչ թե բոլորի հետ հաց կերա, այլ բոլորը ինչ կար չկար կերա։ Եվ իհարկե բոլորը սկսեցին կատակներ անել, մեր զուգարեժիսորը սկսեց ասել, որ ահա, վերջի օրով քո դեմքը բացահայտվեց, ահա թե դու ով ես, մեր ամբողջ աշխատավարձը կերար։ Եվ ես գնում եմ փոխվելու եւ յուբկայիս ցեպը չգիտեմ ոնց փոխում եմ, շատ վրազ էի փոխվում, մտածեցի, լավ, ոչ ոք էլ չի նկատի, մեկը նստած եմ տեսարանս նկարանվում, բոլորը իհարկե նկատեցին, սկսեցին նորից կատակներ անել, զուգարեժիսորը առիթը բաց չթողեց ու սկսեց ասել տնաշեն ենք անես հացկերը շորերը վրիցդ փոկվում արդեն եւ չգիտեմ ինչ կան երևի մի 10 րոպե մենք բոլորս ծիծաղում ենք եւ վերջապես կարողացանք հանգստանալ, վերջապես քաջ լռություն է, որովհետեւ շատ լուրջ տեսարան է այդ պայն նկարվելու ու քաջ լռություն է, բոլորը լռում են, բոլորը շատ լուրջ նայում են ինձ եւ այդ պայն ես անում եմ այսենց Ես ինքս ինձ շոլտեցի, որ հանգստանամ եւ բոլորը նորից բլվան։ Չկան բոլորը։ Ու մեր ճկնաղ ռեժիսորը օգնականը այնքան էր ջղայնացել, որ ասես դե հելի ու ռադեղիստից դու չես կարա լուրջ տեսարաններում նկարանվես, ասում եմ Անուշիկ ջան, բայց ուր գնամ, ես ռեպլիկ ունեմ, ասում եմ տո պետք չի քո ռեպլիկը գնա, ասում եմ բայց ուր գնամ, ասում եմ տո ուր ուզում ես գնա, մենակ թե գնա, բրծնենք քեզանից ու տենց վերջացավ իմ վերջի նկարանման օրը, չգիտեմ Իրականում ուղղակի խոսքեր չեն, շատ եմ բոլորին կարոտե, որ շատ բոլորին եւ Քաջարին, Անուշիկին, Նունիկին, Նարեկին, Ռաֆիկին, բոլորին կարոտել եմ։ Հուսով եմ այն դրական էմոցիաները, որ մենք ստացել ենք նկարանման հրապարակում, կփոխանցվի մեր հեռուստադիտողներին։ Նաև ֆիլմում խաղալու ընթացքում լինում են ինչպես դժվար պահեր, նաև լինում են ուրախալի ու հիշող պահեր։ Իմ ամենատպավորիչ ու այն ամենահավես պահերից մեկը դա այն ընթացքներ, երբ շատ լուրջ տեսարանի ժամանակ գալիս է ծիծաղդ ու չես կարողանում դու քեզ զսպել, չնայած իմանալով, որ մի րոպե հետո ասեմ ցունամի կամ հրաբուխ ու ինչի՞ չէ նաև փոթորիկ է լինելու, այդ ընթացքում ես զգում եմ, որ պետք է ինձ կարողանամ զսպել, բայց այդ միտքը, որ կար, որ պետք է ես ինձ զսպեմ ու չեմ կարողանում, այդ ինձ ավելի էր դրդում, որ ես ավելի ծիծաղեմ ու դրանով իմ կյանքը 5 տարով ավելանում էր, չնայած որ գիտեի, որ 1 րոպե հետո իմ կյանքը 10 տարով պետք է կրճատվի ու այդպես է լինում էր։ Շատ դեպքերում Քաջայրը, մեր ռեժիսորը ստոպը ուշ էր տալիս, որովհետև գիտեր, որ ես իմ կողմից ինչ-որ բաներ ավելացնելու եմ կերպարին, իմպրովիզացիան միշտ եղել է, իմ կերպարը թույլ էր տալիս, այսինքն, որ այդպես լիներ, ինչպես նաև մեր հնչյունային ռեժիսորն Արեկը, միշտ չէր անջատում միկրոֆոնը, որովհետև գիտեր, որ ես հաստատ մի բան հորինելու եմ հետո։ Նկարանումների ժամանակ գլխավոր հերոսուհու Մարիայի ձեռքի մատանին ընկնում ադյան մեջ չեն կարող գտնել, դե պետքա գտնենք ամեն դեպքում այդ մատանին պիտի նկարանվի նաև մյուս տեսարանների համար։ Ես գնում եմ, փորձում եմ ձյան մեջ սառույցների մեջ մատանին գտնել եւ ընկնում եմ, չգիտեմ ոնց, ինչ հրաշքով կամ պատահականության սկզբունքով հենց մատանին հագնում եմ մի խոսքով, հենց այդ մատանու մատով ես հագնում եմ մատանին, չգիտեմ ինչ զուգադիպություններ ոնց տեն ստացվեց, բայց երևի դերևս ամենահետաքրքիր, ամենահիշարժան դեպքը նկարանման հրապարակից։ Օֆելիան ինձ համար դժվար հետս մանեկող կերպար է եղել, ես իրան իմ հետ ամենտեղ տարել եմ, որովհետև նախ քանի որ պրոյեկտը երկար տևեց, հետո ես այդպիսի սովորություն ունեմ, ես ինչ կերպար ունենում եմ նոր, այդ կերպարն ինձ հետ շրջում է իմ բոլոր տեղերում, այդպես էլ Օֆելիան է եղել։ Օֆելիան ուժեղ մոր, լավ մոր կերպար է եղել իմ համար, ինձ համար օրինակելի մամա է, ով բառի ամենաբուն իմաստով թքած ունի ամեն ինչի վրա, մենակ իր երեխեն լավ լինի, դա անձնվեր մոր օրինակ է։
ամենաշատն ու ամենալավը ստացվել է Սուրենի հետի խաղը, որովհետև չգիտեմ, ես իրենից շատ ունեի սովորելու բաներ։ Ինքն էլ ինձ շատ հարցերով ա օգնել, շատ հարցերով ինձ բացատրել օգնել։ Ամեն ինչ ընկեր ա լրի, շատ լավ ընկեր ա եղել իմ համար։ Իր հետ շատ հեշտ է ստացվել խաղալ թե ատելություն, թե սեր ու թե ընկերություն։ Վահի հետ սկզբում մի քիչ դժվար էր։ Մենք իրար հետ լեզու չէինք գտնում, բայց ժամանակի ընթացքում էդ էլ ստացվեց ու շատ ուրախ էի, որ ես հենց իրանց հետ եմ խաղացել։ Շատ ուրախ էի այն փաստից, որ ես նկարահանվել եմ Մարիա հեռուստասերիալում, լինել եմ գլխավոր կերպարում, որի փորձը ես մինչ այդ չեմ ունեցել։ Հասկանում էի, որ կատաստրոֆիկ պատասխանատու գործ եմ ընտրել, պատասխանատու ճանապարհ եմ ընտրել։ Դամարիկի հետ աշխատելը շատ հեշտ էր։ Սկզբնական շրջանում այդքան չէ, որովհետև ամեն դեպքում որպեսի լավ ընկալես քո հետ խաղացող խաղընկերոջը պետք է նաև նրան ճանաչես որպես մարդ, հասկանաս ինչպես պետք է հետը շփվել, որ ձեր կոնտակտը որպես երկու անձ ավելի լավ լինի ու ժամանակի ընթացքում արդեն մենք ընկերացանք, արդեն մեր միջանձնային հարաբերությունները ավելի ամրապնդվեցին ու դրա արդյունքում ամեն ինչ դարձավ ավելի հեշտ։ Բոլորի հետ հեշտ ա եղել։ Սկզբում ա դժվար եղել, մինչև որ սովորել եմ, արդեն սովորել էի։ Արդեն գիտեի ով ինչից ինչ ռեակցիա է տալու, ով ինչից ինչ կդարձնի։ Դե քանի որ ես բոլորի հետ բախտ չի վիճակվել ինձ բոլորի հետ ունենամ տեսարաններ, ում հետ որ ունեցել եմ, հիմնականում Հայկի հետ եմ ունեցել տեսարանները Դուրգարյան, ամենասկզբում ունեցել եմ դժվարություն, այն էլ որովհետև իրար լավ չէինք ճանաչում, չգիտեինք իրար։ Հետո նախագծի ընթացքում արդեն ինչքան մտերմացանք, այդքան ավելի հեշտ դարձավ խաղալ իրար հետ։ Դե Ռուբենի կերպարը բավական հետաքրքիր էր, որդուս կերպարը բավական լավ էինք իրար հասկանում, դիալոգները, ասելիքները ճիշտ տեղին էր հասնում, հետաքրքիր էր նաև նոր աղջիկներ, Մարիայի դերակատարը, պետք է ասեմ, որ շատ մեծ հաճույքով աշխատեցի Նոնայի դերակատարի հետ, Ձիաննայի հետ, որը կարծես տեսել երկրորդ պրոյեկտն է, մենք հարսուս կեսուր ենք խաղում իրար հետ, ամեն անգամ իհարկե տարբեր մոտեցումներով, բայց շատ հետաքրքիր իր հետ աշխատելը, միշտ պատրաստ էինք լինում, ես էլ, ինքն էլ։ Ու յուրաքանչյուր պրոյեկտ իր հետ բերում ընկերներ։ Այս պրոյեկտում ունեցա շատ լավ ընկերներ, առաջինը Թամարա Սահակյան, Հայկա Դուրգարյան, Արևը Սանտրոսյան, ինչու ոչ, որովհետև ես Արևի հետ շատ եմ խաղացել Տիկին Սանտրոսյանի եւ թատրոնում ու շատ բաներ իրանից սովորել եմ։ Ու ամենակարևորը ֆիլմում իմ ամանի մեջ զգում էի հենց Տիկին Արևի հետ, ինչի համար, որովհետև Տիկին Սանտրոսյանի հետ խաղալը շատ ավելի պրակտիկա ու շատ ավելի հեշտ է ստացվում ինձ մոտ։ Իսկ մնացած ընկերներիս հետ էլ այդ մեկս մյուսին հավատալը, մեկս մյուսին աջակցելը այդ շատ կարևոր է, որը որ մեր մոտ ստացվել է։ Լինել նախ եւ առաջ ընկերներ, հետո նոր խաղընկերներ։ Նախագծի ընթացքում ձեռք բերեցի բազում ընկերներ, թե օպերատորներ, թե հնչյունային ռեժիսոր, թե ռեժիսոր, թե ռեժիսորի օգնական, թե ակուստիկ նկարիչ, թե դերասաններ, բոլորի հետ ձեռք բերեցի շատ լավ անձնական հարաբերություններ ու դրա համար շնորհակալ եմ ամեն մեկին առանձին, նրանք բոլորը շատ լավ մարդիկ են, բոլորը իրոք լավ ընկերներ են ու մեծ կարելի է խոսալ թե աշխատանքից դուրս ընկերություն անել շատ լավ։ Դե չէ, հիմնականում, քանի որ կտորներս հենց Հրանուշի հետ է եղել, հետևաբար ամենահետաքրքիր դրվագները հենց իրար հետ է կապված։ Զավեշտալի դեպք, մի դեպք եմ հիշում, որ նկարում էինք սուշիի տեսարանները, որ Միկին մոտեցավ ու իրան բացարձակ հետաքրքիր չէր այնտեղ սյոմկա չի, ինքը սկսեց Հրանուշի հետ կոնկրետ տենց կյանքային բաներ խոսել, որ բան տենց Ազիզ ջան դու բան, տենց ու շատ խնդալու էր, որ մենք բոլորս հենց այդ կինը սկսեց խոսել, հենց բոլորս գնացինք էս կողմ, հենց թողեցինք մենակ իրան, էլի։
Տենց փորձում էր տակից դուրս գար։ Շատ լավ օրեր ենք ունեցել նկարահանման հրապարակում։ Շատ լավ խաղընկերներ եմ ունեցել։ Սուրենի հետ առաջին անգամ էի նկարահանվում։ Ինքը դարձավ մամայի արևը, այդ բառը մնաց, մամայի արև։ Ես շատ ուրախ եմ, որ այս պրոյեկտում եղել եմ, մասնակցել եմ ու շնորհակալություն եւս մեկ անգամ։ Ողջույն բոլորին, Կազան քաղաքից ես այսօրեն իհարկե ներկայացնում Հայաստանը Նովե Վալնա միջազգային մրցույթում, բայց չէի կարող բաց թողել հնարավորությունը խոսել Մարիա հեռուստասերիալի մասին, որովհետև այն շատ կարևոր տեղ է զբաղեցնում իմ կյանքում եւ ես շատ սիրել եմ Ռաֆի կերպարը ու ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ վստահեցին այս կերպարը։ Ես մեծ սիրով եմ աշխատել Մարիա հեռուստասերիալի ամբողջ անձնակազմի հետ, դերասանական կազմի հետ ու կարծում եմ, որ հեռուստասերիալը բավականին ստացված էր, ելնելով արձագանքներից ու կարծում եմ նաև, որ իմ կերպարն էլ ստացված էր, ելնելով վատ արձագանքներից, որովհետև բացասական կերպարի վատ արձագանքները բնականաբար իմ համար նշանակում են, որ ինչ-որ չափով կարողացել եմ տեղ հասցնել այդ կերպարը։ Շնորհակալ եմ բոլորին, որ աշխատեցի այս հեռուստասերիալում մեծ սիրով, շնորհակալ եմ իմ խաղընկերներին, հուսով եմ կհանդիպենք շուտով։ Անի ջան, չեմ ուզում եմ նկարել։ Կլինի է չնկարես։ Միած սուսմն ահա։ Ամենահեշտը, որ ստացվեց, դա Վահեի, նույն ինքը Դավիթի կերպարի հետ խաղն էր։ Շատ էի ուրախանում, որ գիտեի Վահեի հետ այդ օրը նկարահանմանը, Դուրգարյան Հայկի եւ իհարկե ընկերոջս Վահագի հետ Գրիգի կերպարի մասին է խոսքը։ Շատ հեշտ էր այդ նկարահանման օրը ինձ համար, արագ անցնում էր։ Նախագծի ընթացքում ամենաշատը սիրել եմ Դուրգարյան Հայկին, սիրել եմ թե որպես մարդ, թե որպես ընկեր, որպես ավակ ընկեր ու նրա հետ տեսարանները խաղալը դերևս ամենահեշտն էր ինձ տրվում։ Չգիտեմ, երևի մենք իրար ուղակի կադրից դուրս շատ լավ ենք իրար հասկանում դրա համար։ Ելը մի րոպե, սպասեք, ով եք։ Ասեք, ով եք հասկանամ, գալիս եմ թե չէ։ Դե մեր ռեժիսորը աշխարհի ամենա անկանխատեսելի ռեժիսորն է։ Ում տրամադրությունից կախված է իմ ամբողջ նկարանման օրը։ Միայն բարևից։ Քաջայրի բարևից կարաք հասկանաք, ես այդ օրը պրավալ եմ տալու թե չէ։ Բայց զավեշտալի եղել է դատարանի սկզբի սերիաներն էր, դատարանի տեսարանն էինք նկարում։ Շատ լուրջ դեմքով ասեց Ինա, ասում են 12 տարի ազատազրկում, պտտվում նայում ես Հայկին ու արցունքդ գնում է։ Դե տերելի վրաց իսկ որ աչքից։ Շամշան չի։ Երբ ես առաջին անգամ նկարահանման հրապարակում էի, Քաջայրը որոշեց, որ պետքա ուրիշ կերպ նկարվի այդ տեսարանը, կհիշեք երևի բազմոցին։ Բազմոցին աղջիկը պարկած է եւ ես պետք է մոտենամ ու նայեմ աղջկան, ինքը շատ հետաքրքիր բեմադրեց այդ տեսարանը ու շատ զվարճալի էր իրականում, ես հազիվ եմ շատ դեպքերում զսպել իմ ծիծաղը, ինչպես նաեւ մեր ստաֆը միշտ վերջում պահում էինք մեզ ու վերջում հռհռում էինք հավեսով, ալայ տեսարանները միշտ եղել են հետաքրքիր հումորային զարգացումներով, հետաքրքիր դեպքեր միշտ գրանցվել է, դե ես հետաքրքիր մարդ եմ։ Ես կամից ես ադեկանում են կամից էլ ակած։ Ուղի խանցում Սուրենի, ինչ եք ուզում մեզանից, ինչ եք ուզում մեզանից։ Իհարկե միշտ ես փորձում էի հումորային պատմություններ պատմել, որ միշտ ես էի ծիծաղում, չգիտես ինչի հետ իմ պատմածի վրա, դա արդեն խանգարում էր, երբ ռեկ էին տալիս ու ծիծաղը գալիս էր, այսպես ասած։ Իսկ ամենահետաքրքիր պատմությունը միշտ Վահագի հետ որոշում ենք, երբ են գալիս նկարահանման, Վահագը ինձ մի ժամ, 2 ժամ սպասում էր, իհարկե մեր պայմանավորված ժամից էլ մի ժամ ուշ էր գալիս, որ չսպասի, բայց էլի սպասում էր մի ժամ, 2 ժամ ինձ։ Տնաշեններ չեք ուզում ձեզ նկարել, որ հիշելու բան ունենալ։
երկու շատ դաժան տեսարան եմ ունեցել։ Ինձ թվում էր, որ ես ամենաշատը կկոտրվեմ հենց բռնաբարության տեսարանից։ Շատ էի վախենում, շատ էի սենց վրունցքներս այսենց հարած պահում, սպասում, որ այդ պահը պետքա գա ու ես պետքա կոտրվեմ։ Բայց այդ պահը այդքան էլ չեղավ։ Հա, ծանր տարա, հա դժվար էր, բայց այդ տեսակ չկոտրվեցի, քան Վահեի հետ տեսարան ունեինք, որտեղ ես իր հետ քննարկում եմ այդ ամեն ինչը։ Ես դրանից հետո նստել էի ու առանձնացած հեկեկալով լացում էի։ Տեսարանը, որ խաղացել եմ, դա ամենահիշվող տեսարանը Գրիգի մահն էր, որը մի փոքր բարդ էր, իհարկե, բայց աշխատելով փորձեցինք ստանալ այն ինչը արդեն տեսել է հեռուստադիտողը, դա եմ հիշում, որ կարող եմ առանձնացնել որպես ամենասիրելի տեսարան։ Շատ հաճելի էր աշխատել այն թիմի հետ, ում հետ ես աշխատել եմ։ Բոլորին շատ սիրում եմ, կարծում եմ մեր աշխատանքը ստացված է եւ հուսով եմ, որ առաջիկայում էլի կհանդիպենք ու նոր նախագծերով հանդես կգանք։ Շնորհակալ եմ նախ հրավերի համար եւ նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ողջ խմբին, ստաֆին, բոլորին անվանական չասեմ, շատ սիրում եմ ընդհանրապես այս ստաֆի հետ աշխատելը։ Ռեժիսորի հետ եթե նույնիսկ ունենում էինք ինչ-որ անհամաձայնություն, մենք շատ արագ վերացնում էինք այդ կոնֆլիկտը, տեքստի իմաստով էինք երևի մի քիչ նեղվում, բայց դա էլ էինք հարթում, որովհետև կանգնած էին Սարի նման օգնականները, թե ռեժիսորը, թե ռեժիսորի օգնականը, որ դու քեզ ված չզգաս, որ կերպարից դուրս չգաս տեքստի պատճառով։ Նաև զվարճալի էր այն, որ ամեն նկարահանման օրը ինքը իրանով արդեն զավեշտ էր, որովհետև միշտ երկուսով ինչ-որ բաներ էինք գտնում սցենարից դուրս։ Ու տենց միշտ ստոպը ուշանում էր, որովհետև անդադ խոսում էինք իրար վրա վերջում, որ իմպրովիզներ էր գնում, ու տենց ստոպը միշտ ուշանում էր։ Այլ ինչի մասին խոսամ։ Հիմա պետքա ստաֆից մի երկու բան ասեմ, որովհետև ստաֆում գլխավորապես առաջին իմ բոլոր այն հաղորդումների ժամանակ միշտ ասել եմ, ինձ օգնել է Անուշիկն ու Քուջոն, միշտ ամեն հարցով, ամեն պահի, ամեն վայրկյանին։ Դա կլինի թե խոսքի հետ կապված, թե խաղի հետ կապված կլինի, նույնիսկ սաստավի հետ կապված, ամեն հարցով իրանք իմ մեջքին են կանգնած եղել։ Այս խոսքերի համար ինձ պապաս կարող է սպանի, բայց Քուջոն իմ երկրորդ պապան է։